Նիկոլ Փաշինյանը խանդաղատանքով շարունակում է հարձակումը եկեղեցու վրա։ Այսօրվա ստատուսում Հայաստանի վարչապետը Գարեգին II-ին աշխարհի կանունով է դիմել, հայտարարել, թե փաստ է արդեն, նա զավակ ունի։ Եթե հերքի կաթողիկոսը Փաշինյանը խոստացել է ապացույցներով խոսել։ Այդ կուսակրոնությունը եւ այլն դա ճղճիմ ինչ-որ պատրվակ է։ Փաշինյանի թիրախը Գարեգին II-ը չէ, որի անունն իր ստատուսներում մեկ շաբաթից ավելի է հիշատակում է վարչապետը։ Անբեկանելի ճշմարտությունը։ Համոզված է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Վեհափառի շուրջ սկանդալային այս պատմությունը հյուսելով Հայաստանի վարչապետը պարզապես ցանկանում է քանդել Հայաստանում պահպանված համազգային եզակի ինստիտուտը՝ եկեղեցին։ Խնդիրը կաթողիկոսը չի, խնդիրը սրբազանները չեն, խնդիրը եկեղեցին է եւ ոչ էլ կուսակրոնությունն է։ Եկեղեցին շատ լավ է հասկանում, որ աննախադեպ ծավալի հարձակում է Փաշինյանի իշխանությունը սկսել իր դեմ։ Հատկապես խորհրդարանի նախագահի հայտարարությունից հետո թե չի բացառում, որ սահմանադրական փոփոխություններով եկեղեցին զրկվի իր բացառիկ կարգավիճակից։ Եկեղեցին ունի կանոնակարգ, որով հարաբերվում է պետության հետ։ Կանոնակարգից դուրս հարցերը պետությանը չեն վերաբերվում։ Կուսակրոնության ուխտը դա միաբանության ներքին կանոնադրությանն է վերաբերվում եւ պետությունը այստեղ անելիք չունի։ Փաշինյանը հասկանում է այս պահին իրավական որևէ գործիք չունի կաթողիկոսին վեհարանից անելու համար։ Դրա համար է այսօրվա ստատուսում իր բառերով Հայաստան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներին կոչ անում հեռացնել Գարեգին II-ին։ Ստեփանյանը չի բացառում, որ մյուս ստատուսում Փաշինյանը ժողովրդին կոչ անի շրջափակել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Ըստ քաղաքագետի այդ քայլով նախընտրական այս փուլում Փաշինյանը նաև փորձելու է շոշափել ընտրազանգվածի տրամադրությունները։ Երբ որ ինքը կոչ է անում, որ հանրությունը դուրս գա փողոց եւ փոխի վեհապառին, դա մոտավորապես այն նույն գործելակերպն է, որը իրենք անում են սահմանադրական դատարանի դեմ, դատավորներ են ծեծում, դատարաններ են շրջափակում, դա այլևս հնարավոր չէ, որովհետեւ փողոցը արդեն իրենցը չէ, փողոցը իրենց դեմ է եւ գործող վարչապետի դեմ շատ ուժեղ ատելություն կա հանրության մեջ։ Այն, որ փողոցը այլևս Փաշինյանինը չէ, ցույց են տալիս անգամ լրագրողական պարզ հարցախույզները։ Մարդիկ կոպիտ են պատասխանում վարչապետի գրառմանը, թե իր իշխանությունը ինչպես պետությունն է վերադարձրել ժողովրդին, այնպես էլ եկեղեցին է վերադարձնելու։ Ով է ինքը։ Ոնց պետք է վերադարձնի։ Եկեղեցին մեր սուրբ տունն է, մեր սրբությունն է եւ իրենք եւ ժողովրդին է։ Գայանե Մովսեսյան, Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։